խոսում եք կոռուպցիայից, մի փունջ կոռուպցիայի գործ եմ նվեր տվեց ձեզ։ Երբ որ ձեն չեք անի, ցածր կխոսամ։ Երբ որ կընդհատեք, բարձր կխոսամ։ Ուրեմն անձայն կլսեք։ Ուրեմն շարունակեմ, երբ որ կոռուպցիայից եք խոսում, մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվեց ձեզ։ Այդ ձեր քննչականը կարում է գործառույցի։ Իհարկե չի կարողանա։ Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի հավանություն տալու համար GTB Development SP ընկերությանը առանց մրցույթ կազմակերպման իրավունքով հողամաս տրամադրելու գործարք է տալիս։ Գիտեք ինչի դիմաց, ասում եք 20 միլիարդ պետք է ներդրում կատարի, կասկադը ավելացնի։ Առաջի հայացքից ֆանտաստիկ գործարք, ասում ես վերջապես կասկադը կավարտվի։ Բայց արի ու տես հավելվածի երկրորդ էջում գրած է. ծրագրով նախատեսվում է կառուցել բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր B1, B2, B3 գոտիներում 125,000 քառակուսի հողատարածքի վրա։ Կասկադում մի քառակուսի մետրը $2000 բերեք, մի հատ մեդալ կկախեմ ձեր վզին։ Այսինքն այս գործարքի այդ հողի արժեքը նվազագույնը $250 միլիոն է։ Հանում եք 20 միլիարդով $50 միլիոն, ասում եք կսարքեմ։ Հիմա ինչ, սրա համար, կառավարության այս գործարքի համար պիտի դատի Նիկոլ Փաշինյանը, հարց եմ տալիս ձեզ, թե Արայիկ Հարությունյանը, կառավարության որոշումը նախապատրաստվում է բոլոր ատյաններով գնում է, անխտիր բոլոր ատյաններով, ու ամեն մի ատյան իր պատասխանն է տալիս, ամեն մի ատյան, հատիկ առատիկ, էսի սրա համար, մյուսի համար, բայց այդտեղ հետաքրքիր մի հատ ուրիշ գործարք էլ կա, շարունակում ենք, պարզվում է, էդ էլ իրանց էջից եմ հանել, ով ցանկություն կունենա կմոտիկանաք ինձ, բոլորը առարկայական կտամ ձեր ձեռքը կկարդաք։ Ուրեմն Ռենշին ընկերությունը իր էջում հրապարակում է, որ արդեն մի քանի ամիս անց պարզվում է, որ այդ պրոյեկտի մասնակից դառնում է Ռենշինը։ Ու Ռենշինի գործարքի հետ կապված GDP տնօրենը հայտարարում է, որ հենց ֆինանսական անսանսանության ու խոշոր ծրագրերի կառավարման փորձն են դարձել այս գործարքի առանցքային շարժիչ ուժը։ Հենց այս գիտակցումով էլ մենք ռազմավարական որոշում կայացրեցինք ուժերը միավորել քաղաքաշինական ոլորտի բացարձակ առաջատարի հետ։ Բա որ առաջատարն ուրիշ ընկերություն էր։ Էս մեր անուշ ախպորխի անիք տվեցիք։ Կարամ իմանամ։ Չէ, կարող եմ իմանալ, թե չէ։ Կառավարության որոշումն է, չեմ քննարկում, ինչի համար է որոշել, ոնց ինչ։ Փաստացի հավելված մեկի մեջ ասում է 125,000 քառակուսի մետր հող։ Կասկադում այսօր հողերի գինը $4000 է։ Առնվազն $600 միլիոն հող, $600 միլիոն, թե բա կոռուպցիայի դեմ եք պայքարում։